Տիկին Հակոբյան, ավարտվեցին Փարաքարի եւ Գյումրու ընտրությունները, խնդրեմ ամփոփենք, ձեզ համար սպասելի էր այս արդյունքը երկու համայնքներում էլ։ Երկու համայնքներում էլ մենք գրանցել ենք վարկանիշի աճ եւ ստացել ենք ավել քվեներ։ Արդյոք դա բավարար էր միանձնյա իշխանություն ունենալու համար այդ համայնքներում։ Տեսանք, որ ոչ։ Փարաքարի դեպքում մենք իրականում ունեցել ենք վարկանիշի աճ եւ ես ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր տեխնացուին Լյուդվիգ Գյուլնազարյանին իր կատարած հսկայական աշխատանքի համար եւ վստահ եմ, որ ամեն ինչ արժևում է։ Ինչ վերաբերում է Գյումրուն, պարոն Մինասյանը եւս շատ աշխատանք է կատարել այս ընթացքում եւ ուզում եմ ֆիքսենք, որ Գյումրու դեպքում մենք նաեւ ունենք արձանագրված քվեները, որոնք կրկնակից ավել են, քան օրինակ երկրորդ տեղով անցած Վարդան Ղուկասյանի ձայները։ Այսինքն Գյումրեցին իր պատասխանը տվել է եւ անգամ երկրորդ տեղում, ամենաշատ ձայն հավաքած տեխնացուից մենք կրկնակի ավել ձայն ենք հավաքել եւ սա շատ լավ գնահատական էր թե մեր թիմին, թե պարոն Մինասյանի վերջի շրջանում կատարած աշխատանքների։ Ես ուզում եմ նաեւ ֆիքսել, որ այս ընթացքում, չէ՞ որ երկու ուժեր նաեւ հայտարարեցին, որ միանում են Վարդան Ղուկասյանին, այսպիսով 3 ուժերի ձայներն էլ անգամ եթե մենք գումարում ենք, դա եւս ավելի քիչ է, քան պարոն Սարիկ Մինասյանի քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուի հավաքած ձայները։ Այս պահի դերությամբ դեռևս հայտնի չէ Մարտուն Գրիգորյանի դիրքորոշումը, նա ասել է, որ հայտարարությամբ հանդես կգա, ամենայն դեպս հարցազրույցի ժամանակ դեռևս այդ հայտարարությունը չկա, այն քննարկենք նաև ինչ դիրքորոշում կընդունի։ Այո, ինչպես ասացիք, այն չափի չեն ձայները, որպեսզի մի ուժը այս պահին ընդունենք որպես արդեն հաղթած տեխնացու եւ այսպես արդեն բանակցությունների ընթացքն է եւ սակայն այդ 3 ուժերի ձայները միևնույն է բավարար չեն համայնքի ղեկավար ունենալու համար եւ բոլորը սպասում են մյուս ընդդիմադիր տեխնացուի Մարտուն Գրիգորյանի պատասխանին։ Այս փուլում նաեւ շատ ասեկոսեներ կան եւ մամուլում տարբեր հրապարակումներ կան, որ Մարտուն Գրիգորյանը համաձայնել է իր ձայներից բավարար չափի տալ, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ, սակայն սա այս պահի դրությամբ, որ մենք հարցազրույց ենք անում, իսկ դա արդեն 17:30-ն է ժամը, այս պահի դրությամբ դեռևս չկա պաշտոնական որևէ հաղորդագրություն, բայց երեք օրինակ պարոն Ղուկասյանը ասուլիսի ժամանակ ասում էր, որ մեկը ինքը չի վստահում Մարտուն Գրիգորյանին, որովհետև անգամ փոխքաղաքապետի պաշտոնում ինքը չի տեսնում Մարտուն Գրիգորյանին, այնպես որ Մարտուն Գրիգորյանը տեսնենք ինչպեսի դիրքորոշում կունենա։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ նույն պարոն Ղուկասյանը նաև Մարտուն Գրիգորյանին չէր համարում ինքնուրույն որոշումներ կայացնող եւ հույսը դրել էր Մարտուն Գրիգորյանի շրջապատում գիտակից մարդկանց խորհուրդների վրա, որին կհետևի Մարտուն Գրիգորյանը։ Այսպիսի ուրեմն կրքեր են Գյումրիում, տեսնենք ինչ կլինի, մենք մեր տեխնացուի կողքին ենք եւ պատրաստ ենք աշխատել ցանկացած դեպքում եւ փորձել մեր ծրագրերն իրականացնել։ Ուզում եմ նաեւ ասել, որ այս 2 օր է դաշտում տենց հիասթափություններ, բաներ եմ տեսնում, բայց ուզում եմ հասկանալ, որ ոչ մի բան տեղի չի ունեցել անդառնալի եւ նորմալ է ժողովրդավարական երկրներում, որ այլ ուժեր կարողանան ունենալ համայնքում ղեկավարներ, դա ոչինչ չի նշանակում։ Իհարկե մենք ամեն ընտրություններին, որտեղ մասնակցում ենք հաղթելու ակնկալիքով եւ ամեն ինչ անում ենք դրա համար, սակայն նաեւ պարտավոր ենք հաշվի նստել այն քվեների հետ, որը տալիս են, հետեւաբար նաեւ պատասխանատվություն կրել եւ սա նաեւ լավ առիթ է տեղում հասկանալու, որոնք են այն բացթողումները, որոնք հնարավորություն չեն տվել դիցուկ այդ համայնքում ունենալու համար 50+1% ձայներ։ Այդ ձեզ մեղադրում են, որ այո, ժողովրդավարական ընտրություններ, մենք հասել ենք այդ շեմին, որ անդադ մեր երկրում վերջին 7 տարում գոնե ժողովրդավարական թափանցիկ ընտրություններ են տեղի ունենում, բայց Վարդան Ղուկասյանի անձը կապված է կրիմինալ տարբեր թեմաների, պատմությունների հետ, եւ մարդիկ կարծեք թե մեծ հիասթափության ալիք ունեն այդ պահով, որ այդպիսի անձը չէր կարող մասնակցել եւ բերում են շատ ժողովրդավարական եվրոպական երկրների օրինակ, որ այդ տեսակ մարդկանց ուղղակի օրենքով արգելում են մասնակցել ընտրություններին։ Պարոն Վարդան Ղուկասյանը իր
անցյալում ինչ գործերում է ներգրաված եղել եւ այժմ ինչ գործերով է անցնում, դա կապ չունի քաղաքական process-ների հետ։ Քաղաքական process-ներում տեխնացուն, եթե համապատասխանում է առաջադրման պայմաններին, կարող է առաջադրվել եւ դեռևս հա այն դեպքում, երբ մեղադրական եզրակացություն չունենք, չենք կարող հա մարդուն օրինակ արգելել։ Այսինքն մենք չենք կարող հրահանգներ տանք, մենք դրա իրավունք չունենք եւ մենք այդ հրահանգների դեմ պայքարով է, որ արդարության համար եկել ենք իշխանության քաղաքացիները հեղափոխություն են արել, այնպես որ այդ ճնշումների մասին է դա խոսում։ Ինչ վերաբերում է ժամկետներին, տեսեք, մենք էլ ենք բողոքում դատաիրավական համակարգից, որովհետեւ շատ երկար են գործերը քննվում, որոշները ուրեմն այդ ժամկետներն անցնում են վաղեմության եւ նմանատիպ շատ հարցեր կան, որ մենք էլ ենք տալիս եւ այդ հարցերը մենք տալիս ենք հանրային։ Վարչապետը կառավարության նիստերում է ուղիղ եթերում ասում, հետո մենք ենք պարլամենտում անընդհատ ասում, հետո այդ ուրեմն դատաիրավական համակարգի բարեփոխումների համար պատասխանատու տարբեր հա մարմինների ենք մենք կանչում եւ նույն հարցերը տալիս, մենք դժգոհ ենք ընթացքից, մենք էլ շատ հարցեր ունենք, բայց դա չի նշանակում, որ պետք է հրահանգավորել, որ քանի որ մենք գիտենք եւ բոլորը գիտեն Գյումրիում ով է Վարդան Ղուկասյանը, իրան բռնեք։ Պետք է լինի համապատասխան պայմաններ եւ որպեսզի դա չդառնա քաղաքական ճնշում։ Եվ Մարտուն Գրիգորյանը ասում էր, որ իր հովանավորը Սերժ Սարգսյանը չի, ինքը այս մասով կապ չունի նրա հետ, բայց տեսանք, որ հենց այս թեման զարգացավ, որ իրենց է կախված շատ բան քաղաքապետի հարցում, անմիջապես արձագանքեց Հայկ Մամիջանյանը, Արմեն Աշոտյանը, նույնիսկ սա ինչպես կմեկնենք։ Բայց ինչի ենք մենք սպասում, որ իրանք ասեն, որ իրանք բանը Սերժ Սարգսյանի կամ մյուսը Ռոբերտ Քոչյանի տեխնոց, դա շատ ակնհայտ է։ Ինչպես կարող է Մարտուն Գրիգորյանը իրեն զատել Սերժ Սարգսյանից, եթե Սերժ Սարգսյանի ֆրակցիայում այսօր պատգամավոր է։ Եվ կարող ենք ասել նույնն էլ ուզում եմ ասել նույն մյուս տեխնացուների համար, օրինակ նույն Սերժ Սարգսյանի տեխնացուն է Ռուբենը Մխիթարյան, նույն Ռոբերտ Քոչյանի տեխնացուն է Վարդանը Ղուկասյան եւ հետեւաբար նաեւ մնացածները ովքեր կապված ունեն, այս ընթացքում շատ ենք խոսել, ել չեմ ասում, որ Գյումրիում դա բոլորի համար շատ պարզ է։ Եվ մարդիկ մի քանի հատ տեխնացու առաջադրեցին ամեն նախկին նախագահ, որպեսզի շատ լինի, քիչ չլինի, մեկի դեպքում եթե շատ ակնհայտ լինի այդ ասոցիացիան իր հետ, մյուսին գոնե ձայն տան եւ կարողանան այսպիսի քաղաքական առևտուր անեն եւ անգամ բոլորը գիտեն, որ երկար տարիների թշնամանք կա երկու ուժերի միջև, երկու անձանց միջև, Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի եւ անգամ այս հանգամանքը չի կանգնեցնում, որպեսզի նախկին երկու նախագահները քաղաքական առևտուր անեն այս մարդկանց ուրեմն անցյալի գնով։ Բայց հիմա արդեն գնդակը ոնց որ ասում են Մարտուն Գրիգորյանի դաշտում է։ Քարոզարշավի ամբողջ ընթացքում ընդդիմադիր տեխնացուները իրենց արբանյակներով հանդերձ պնդում էին, որ ահա վարչական ռեսուրս է կիրառվելու, կեղծելու են ընտրությունները, բայց ընտրություններից անմիջապես հետո նույնիսկ շատ գրառումներ վերացան Facebook-ից, որոնք վկայում էին, որ իբրև թե ԿՊ-ն պետք է կեղծի ընտրությունները։ Այս մասով ինչ կասեք։ Եվ արդյոք դա ազդեց մարդկանց քվե տալու վրա թե ոչ։ ԿՀ-ն այսօր հայտարարեց, որ բողոքարկումներ չկան, նշանակում է մարդիկ ուղղակի հայտարարություններ են արել, որովհետև իրանք դրա համար են, պետք է հայտարարություններ անեն, պետք է դուր գան իրանց վճարողներին, անում են։ Դա մի կողմ։ Խոսում էին, որ մեր ցուցակներում կան դպրոցներում աշխատողներ, հիվանդանոցներում, բայց այդ նույն ընդդիմադիրների բոլորի ցուցակներում այդ մարդիկ կային, որովհետև այդ մարդիկ, ովքեր դպրոցում են աշխատում, իրանք ապրում են Գյումրիում, իրանք կաշկանդված չեն իրենց աշխատանքի վայրով, որպեսզի լինեն ավականու ցուցակում։ Եվ եթե մենք ենթադրում ենք, որ ավականու ցուցակում պետք է լինեն միայն գործազուրկ մարդիկ, որովհետև եթե գործարար է, դա այլ խնդիր է։ Եթե ուրեմն կրթական համակարգից է, դա այլ լծակ են համարում։ Եթե որևէ պոակի աշխատակից է, դա այլ խնդիր է։ Այսինքն ասած որ բոլորին հանում ենք, նշանակում է գործազուրկ մարդիկ պետք է լինեն, կամ ենթադրենք միայն վարորդները, որոնց դեպքում հա չի շահարկվում, բայց այսպես չի, էլի, պետք է ավականին
լինի շատ ներառական, ներառի գրեթե բոլոր ոլորտները, որովհետեւ նաև այդ խնդիրներով զբաղվող, համապատասխան հանձնաժողովներում զբաղվող մարդիկ ունենա եւ նաև խնդիրներից հասկացող։ Այս է եղել այդ ռեսուրսի հետ կապված շահարկումները, բայց ելի եմ ասում, պարզապես քաղաքացիական պայմանագրի ցուցակն է եղել հետաքրքիր բոլորին, դրա համար միայն այս ցուցակի մասին է խոսվել, բայց ցանկացած այլ ցուցակում կարող ենք տեսնել նույն պատկերը, բայց մենք ինչպես տեսնում եք դրա մասին չենք խոսում, որովհետև հասկանում ենք ինչի մասին է այդ ցուցակներում ներառված մարդկանց անհրաժեշտությունը։ Այլ ընտրախախտումների մասին էլ էին իբրև թե ենթադրում, որ այդպիսի բաներ կարող են լինել։ Բայց ուր են այդ ընտրախախտումների մասին արձանագրումները, թե չէ այդպես բացրեցեն շատ կարող են ասել։ Մենք էլ շատ ընտրախախտումների մասին լսել ենք, արձանագրել ենք, խոսել ենք դրանց մասին եւ նաեւ լրության օրվա հետ կապված ուրեմն խնդիրներ, նաեւ շատ մարդկանց տարբեր սոցիալ-տնտեսական կապերից ելնելով, հա, կաշկանդվածություն առաջացնելով ընտրության տանել, հետո արդեն հետընտրական շրջանում տարբեր ուրեմն մեղադրանքներ թե ինչու այսքան մարդ այսինչ հատվածից չի գնացել եւ ես ուզում եմ նաեւ ես երեք նաեւ դիտորդություն իրականացրած միավորումների հա տարբեր բաներ կարդացի, հայտարարություններ լսեցի նաեւ, որ ասում էին օրինակ կան այդպես թաղեր, որոնք գտնվում են այս կամ այն տեխնացուի ազդեցության տակ։ Ենթադրենք Սլաբոդկան գյումրեցիները շատ լավ գիտեն։ Այդ թաղը հայտնի է որպես Վարդան Ղուկասյանի ազդեցության գոտի, ես ներողություն եմ խնդրում այն քաղաքացիներից, որոնք այդ գոտուց դուրս են գտնվում, այդ գոտում են, բայց ազդեցությունից դուրս են գտնվում, իհարկե այդպիսիք շատ կան, բայց մեծամասնությունը գտնվում է այդ մարդու ազդեցության տակ, որտեղ նաև իր թաղն է, ինչքան գիտեմ, եւ արձանագրեցինք, որ Կիրակի առավոտյան շուտ ընտրատեղամասները բացվելիս արդեն իսկ այդ մարդկանց այդպես շատ կուտակումներով բերել էին ընտրության, որովհետև դժվար է, ասում եմ այդ բառով, որովհետև դժվար է պատկերացնել, որ Կիրակի առավոտյան ինչ-որ մեկը տենց շատ շուտ կարթնանա եւ առջևում ունենալով, հա, երկար ժամանակ կգնա, այսինքն ըստ ուրեմն այդ դիտորդություն իրականացրած մարմինների դա խոսում է նրա մասին, որ ռեսուրս կիրառվել է ազդեցության տարբեր լծակներ կիրառվել է հենց ընդդիմադիր տեխնացիների կողմից, որովհետև իրենց ազդեցության գոտիներից շատ են եղել առավոտյան շուտ խմբերով մարդկանց ընտրատեղամաս բերելու դեպքերը։ Սակայն ուզում եմ ասել նաև, որ այս ընտրությունները իհարկե որոշ խնդիրներ եղել է, խախտումներ, բայց դրանք էական նշանակություն չեն ունեցել վերջնարդյունքի վրա, որովհետև եւ նաև մենք վատ միջադեպեր չենք ունեցել, չնայած այն լարված մթնոլորտին, որը որ մենք սպասում ենք, որ հնարավոր է հա ինչ որ վատ դեպքերով նաև ավարտվի, սակայն փառք Աստծո շատ ամեն ինչ լավ է անցել եւ նաև իրավապահ համակարգի լավ աշխատանքի շնորհիվ է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։